Խորեն Պալյանը նոր էր ավարտել Գևորգյան ճեմարանը։ Նրա հայրը Հարություն Պալյանը բնիկ սսեցի էր։ 40 տարի ուսուցչություն էր արել Լիբանան, Սիրիա հայաբնակ կենտրոններում։ Խմբագրել էր ազգային հայրենասիրական ուղղության Լիբանան թերթը, տպագրել եղբայրասպան Գնդակ և Քելեկյան որբանոց հատորները և եղել հայտնի Սիս Մատյանին գրեթե բոլոր նյութերի մատակարարն ու համահեղինակը։ Հարությունը մեծ գերդաստանում էր, 10 երեխա։ Դամասկոսում Ժաֆար կոչված թաղամասում նա վարձել էր մի ընդարձակ բնակարան 5-6 սենյակ ազգային վարժարանի կողքին։ Դպրոցը երկհարկանի էր և գտնվում էր Հայոց մարմնամարզական միության և բարեգործական ակումբների միջև։ Դիմացը եկեղեցին էր ընդարձակ գավիթով և հարակից շինություններով։ Ամեն առավոտ սպիտակ շապիկ հակած ցածր դասարանցիները երկշարք հոսքով լցվում էին եկեղեցի առավոտ լուսո և հայր մեր երգելու։ Եկեղեցու գմբեթի տակ համահավաքվում էր պարզ ու ոգեղեն մեղեդին, մանկահասակների անմեղ ձայնը ծավալվում ու ծփում էր հավատացյալների գլխավերևում։ Խորերն այստեղից սկսեց, հին շարականները և մեղեդիները մանկությունից ծիսական բոլոր մանրամասնություններով յուրացվեցին և դարձան հոգու սեփականություն։ Դպրոցի կրոնուսույցը Խորենի մեջ տեսնում էր ապագա աստվածաբանին։ Սրամիտ ու շիմ ընկալունակ երեխա էր, պատմելու մեջ քաչավարժ ու հմուտ, գրաբարը յուրացրեց դյուրությամբ։ Բացարձակ գերազանցիկ էր, թատերական շնորհներ ուներ։ Դպրոցում Հարություն Պալյանի ջանքերով բեմադրված Դաստայևսկու խաղամոլում երեխայի դերն էր տանում։ Երբ հասա հորս և ճաշը ձեռքիս բանտախուց մտա, պատմում է Խորեն Պալյանը, սկսեցի այնպես լաց լինել, երևակայում է, թե իսկապես հորս բանտարկել են և աղաղակել, որ ստիպված էին դուրս տանել բեմից։ Երաժշտական, երաժշտասեր ընտանիք էր Պալյանների ընտանիքը։ Բոլոր երեխաները գիտեին նվագել, երգել։ Երբ 1946-ին հայրենիք հասան, Հարությունը արտասվելով ընկավ հայրենի հողին, համբուրում էր հողը, ցանում էր գլխին, քսում դեմքին։ Ամեն ինչ մնացել էր թիկունքում՝ օտար երկինքը, օտար լեզուն, անտարբերությունը, տառապանքը։ Լենինականում մինչև օրս էլ ապրում են Պալյանները։ Ծեր ու բարեհաճ Մամիկ Պալյանը այսօր էլ կբռնի ձեռքդ, կժպտա երեխայի մաքրությամբ և կխնդրի այցելել իրենց զրուցելու և սուրճը առնելու համար։ 7 վերք եկեղեցում Խորենը սկսեց երգել։ Նա մասնակցում էր երեկոյան ժամերգություններին, տոն օրերին մատուցվող հանդիսավոր պատարագներին։ Գևորգ Չորեքչյանը, ամենայն հայոց կաթողիկոսը, որ ճանաչում էր Հարություն Պալյանին, խնդրեց երեխային ուսանելու ուղարկել Գևորգյան ճեմարան։ 1955-ին Խորենն արդեն ճեմարանում էր։ Փոքրիկ, մաքուր, միշտ հավաք ու կոկ վանական խուցը, ուր ապրում էր Խորենը, հաճախ էր զրնգում շարականների և մեղեդիների կատարումից։ Երգիչ դառնալու մի թաքուն հույս էր փայփայում երիտասարդ վանականը։ Կոմիտասի սրբասուրբ նկարի տակ նախ կախել էր մոր նվիրած ընտանեկան խաչը և հավատացյալի նվիրումով ու ինքնամոռացումով զբաղվում էր հայ հոգևոր ու տոհմիկ երգերի ուսումնասիրությամբ, մեկնաբանություններով ու կատարումներով։ Դժվար չէր նրա համար ճեմարանում սովորելը, նա համարվում էր ճեմարանի լավագույն ուսանողը։ Լուսինեի հետ ծանոթությունն ու մտերմությունն այն արդյունքն ունեցավ, որ արդեն ճեմարանավարտ Խորեն Պալյանը հայտնվեց Երևանի կոնսերվատորիայում Արմինե Քարամյանի մոտ։ Գիտեր արդեն Արմինե Արտյոմովնան, որ երիտասարդ վանականը փորձում է պատրաստվել բեմական կարիերայի համար։ Դժվար չէր տեսնել, որ Լուսինեի ընկերը օժտված է բնական, հավասարակշիռ ու գեղեցիկ բարիտոնով։ Արմինե Արտյոմովնան նրան մի քանի արյաներ հանձնարարեց և պարապմունքների ընթացքում համոզվեց, որ Խորենը հայ հոգևոր երգի ոչ միայն հմուտ կատարող է, այլև քաջատեղյակ մասնագետ, ապշեցուցիչ էր նրա հիշողությունը։ Անգիր գիտեր համարյա բոլոր շարականները, մեղեդիները, տաղերը, գանձերը, հայ գեղչուկ ու քաղաքային երգը, Սայաթնովա, Կոմիտաս, Կարամուրզա, վերջապես հայրենակցի մեծ երգահան ու երաժիշտ Ներսես շնորհալու բովանդակ ստեղծագործությունը։ Վանական զգեստները փոխած Խորենը իր տարիքից փոքր էր երևում, կարճ խուզած փոքրիկ մորուքը նրան անպատե հասունություն էր հաղորդում։ Սարկավագը զուսպ էր իր պահվածքի մեջ
եւ չնայած դրան Լուսինեն կարողանում էր տեսնել հոգու խորքում զսպված զգացումի տառապանքը։ Խոսում էր արևմտահայերենի եւ արևելահայերենի վայելուչ փոխընդգրկմամբ։ Արմինե Արտյոմովնայի հարկի տակ նրանք իրենց զգում էին ինչպես հարազատի տանը։ Երկար ու հաճելի զրույցների մեջ Խորենը ներկայացնում էր Դամասկոսը, իր մանկության տարիները Զալեհում, Լաթաքիայում, Տրիպոլում։ Ազգային թարգմանչած դպրոցում ստացած կրթության մասին չէր խոսում։ Պատմում էր զվարճալի անցքերի մասին, թյուրատեսության ու թյուրիմացությունների վրա հիմնված դեպքերի զավեշտական մանրամասնությունները ներկայացնելով։ Երիտասարդ վանականը Լուսինեին ուղեկցում էր մինչև Շահսուվարյան փողոցի անկյունը եւ ետ դառնում։ Տարօրինակ զգացում էր ունենում աղջիկը, երբ Խորենը հատուկ հայլվածքով կտրում էր փողոցը եւ իջնում մոտիկ կանգառը։ Դրան թվում էր, որ այդ լրջախոհ տղան զինվորական պիտի լիներ, մինչդեռ իրականում նա իրարամերժ երկվության միասնություն էր։ Հոգևոր ծառայությունը ինքնաժխտումի պես եւ երգը անիրական հայտնության պես տվայտում էին զգացմունքային վանականին, որ ոչ միայն աղոթել գիտեր, այլև պաշտել, ոչ միայն երգել, այլև սիրել։ Սիրել։ Սերը ծաղկում էր նրա շուրջ, եւ նա ամաչում էր դրանից ավելի շատ, քան իր արտաքինի ու ներքինի էության անհամապատասխանությունից։ Հենց որ ժամերգությունից հետո իջնում էր իրիկնային լռությունը, տաք ու հարմարավետ խցի կիսամութի մեջ վառվող մոմի պլպլոցի տակ, այցի էր գալիս մենությունը, օթեղեն ոլորտներից իջնում էին երազները, անուրջները։ Լուսինեն ինքն էլ չէր նկատում, թե ինչպես հետզհետե կյանքը անհնար է դառնում առանց երիտասարդ վանականի։ Խորենին տեսնելը դառնում էր անհրաժեշտություն։ Խորենը անձով ու հետաքրքրություններով լցնում էր Լուսինեի ողջ կյանքը։ Նրանց հանդիպումները ավելի որոնվող մեղեդի էր, քան կրկներքը հայտնի երգի։ Լուսինեն սարկավագի խնամքոտ հոգատարության մեջ գտնում էր ոչ միայն զգուշավորության չափապատիկ զգացմունք, այլև իր էության ենթագիտակցական գնահատություն։ Միթե ես արժանի եմ դրան։ Երբեմն հարցնում էր աղջիկը ինքն իրեն եւ պարապմունքների ժամանակ փորձում էր ցույց տալ, որ ոչինչ չի մոռացել։ Այն ամենը, ինչ պատմում էր Խորենը, ոչ միայն նորություն էր, այլև անչափ գրավիչ։ Սարկավագը նրա մեջ արթնացրեց շատ բան, հայոց հին մեղեդիների վաղնջական ու մաքուր պարզության մեջ Լուսինեն գտավ սեփական էությանը ներդաշնակող համընկնումներ։ Իր ժողովրդի պատմությունը, որ չէր սովորել դպրոցում, Խորենի շուրթերին դառնում էր խոր տագնապներով լի հոգևոր ինքնահայտնաբերում։ Շահսուվարյան փողոցում արդեն բոլորը գիտեին երիտասարդ վանականին։ Գալիս էր եւ անմիջապես անցնում պարապմունքի։ Դաշնամուրի մոտ նստած նա ժամերով պատմում ու բացատրում էր ոչ միայն հայոց հին երգերի կատարման մանրամասնությունները, այլև թարգմանում էր դրանց բովանդակությունը։ Մխրճում ծիսակատարությունների, տոների, բիբլիական առասպելների ու կերպարների մեկնաբանությունների մեջ։ Արդեն մի քանի անգամ բանկում կատարել էր Տեր Ողորմյան, որ Կոմիտասի ստեղծագործության հազվագյուտ գլուխգործոցներից է։ Խորենը մի անգամ անդրադարձավ դրան։ Գիտես, թե ինչպես է գրվել ու պատարակի մեջ մտցվել Տեր Ողորմյան։ Գիտես, թե ինչպես է 1915-ին Կոմիտասը մշակել մեղեդին եւ ինչ հանգամանքներում։ Տեր Ողորմյան հնագույն մեղեդի է, ան կկատարվեր ցասման ժամին մեջ, ժողովրդին վերահաս աղետներու ժամին, կոտորած թշնամու ներխուժում, արշավանքներ, բնական աղետներ, երաշտ, ժանտախտ, մորեղ։ 18-րդ դարում Սիմոն Երևանցի կաթողիկոսը գրեց մի տաղ, որ պիտի երգվեր այդ Տեր Ողորմյայի հետ, ան կկոչվեր Արի Աստված։ Հետագայում 19-րդ դարի վերջերին մտցվեց պատարակի մեջ։ Արի Աստված հարցն մերոց, որ ապավենդ ես նեղելոց, հաս օգնություն ծառայից քոց, անօգնական ազգիս հայոց, Տեր Ողորմյա, Տեր Ողորմյա։ Խորենը բանաստեղծությունն արտասանեց մինչև վերջ եւ տուն առ տուն բացատրեց։ Լուսինեն հասկացավ մեղեդու եւ բարերի արցունքոտ մտերմությունը։ Նինա Սահակյանը մի անգամ Արմինե Արտյոմովնային պատմում էր, որ Լուսինեն միանգամից է սովորում երգը, մեղեդին եւ խոսքը։ Նա երբեք չի անջատում դրանք։ Իր կարճատև պարապմունքների ընթացքում Խորենը նույնպես զգացել էր դա։ Լուսինեն փորձեց Տեր Ողորմյան, դա ինքնամոռացման մի արտասովոր պահ էր։ Սրտի խորագույն խորքերից ծավալվում էր դաժան ճակատագրի ու դատապարտության մեղեդին։ Ցասման ժամի Տեր Ողորմյան ավելի հուսահատության ճիչ էր, քան փրկության ակնկալություն։ Բարձրալին ուղված աղաչանք պաղատանքում
ցասումն ավելի շատ է, քան փրկության գիտակցությունից ծնվող ուրախությունը։ Անեզր ու հուսահատության ծովում ամեն ինչ կորցրած եւ կորցնող մարդու միակ ապավենը մնում էր երկինքը, եւ այստեղ միջնադարի մարդու հավատավոր հայացքի մեջ կախվում է դարձյալ անհուսությունը, անապ անընդգրկելի։ Մեղեդին առնում է աղաչանքը եւ վերածվում հուսահատության սրտակեղեկ ողբի։ Արդ անկանիմք առաջի քոյ, գոչեմք մեղայ տեառընդ մերոյ, դարձո մենջ ցասումն քոյ, վասն անսպար գթության քո, տեր ողորմյա։ Լուսինեն փոխում է երկի մեկնաբանությունը, նա մաղտարաժամ, ավեր, բռնություն, արյուն եւ դիակներ չէր տեսնում, եւ հուսահատության ցասումը չէ որ պաշարում էր նրան, այլ փրկության հնարավորությունը, նա ունկնդրին տանում էր երկնային ճանապարհով հույսի ու բարության ուղեկցությամբ։ Փորձեցին մի շարք տոնական մեղեդիներ՝ ի գերեզման, աչք հնծովիծով ծիծաղախիտ, այսօր հարսն լուսոյ, իգույս եւ խորուրդ խորին շարականը։ Մեղեդին բարձրանում էր իր սեփական էության խորքերից, մանկության օրերից, Իվլիդայի խորանից, Սուրբ Փրկչի խորհրդավոր մոմակալների միջից եւ կնդրուկի ու խունկի բույրերով լի մայր տաճարի կամարների տակ առնում, որպես լույսի ու բարու ավետիս։ Ի գերեզման ավետիսում երգչուհին հասնում էր նկարչական պարծության եւ տեսանելիության։ Ի գերեզման Յարուցելոն այսօր կոչր հրեշտակն երկային։ Յարյավ Քրիստոս, զարդյավ Քրիստոս, ի կոյս գերեզմանեն, ի լոյս գերեզմանեն։ Պահապանք զարհուրեցան ի յահեն, քանզի ի նորափոր տապանեն, յարյավ Քրիստոս, զարդյավ Քրիստոս, ի կոյս գերեզմանեն, ի լոյս գերեզմանեն։ Միջնադարյան տաղերգուն մնացել էր պարզուկ ռեալության սահմաններում։ Վերացական կամ տեսիլային ոչ մի բան, կոյս եւ լոյս բառերի զգայական հարստության ու մաքրության մեջ մեղեդին առնում էր երանավետ ավետիսի հեռավոր տարածությունները։ Բռնելով երգի այդ իմաստը, Լուսինեն կատարման մեջ դնում էր ոչ միայն ուրախության զգացումը, այլև զարմանքի հրճվանքը եւ մաքուր սոպրանոն իր համայնիչ գեղեցկությամբ արտահայտում էր ավետիսի բովանդակ կենսախնդությունը։ Իհարկե, ձայնը ուրիշ է, բառն ուրիշ։ Իհարկե, բառը նախադասությունը անընդունակ են վերարտադրելու մեղեդին իր մեջ առած ձայնի անկրկնելի գեղեցկությունները, զգացումային հարստությունը, անորոշ անկերպարանք թովչանքի մեղմահոս եւ բարի արտնացումը, ձայնեղ պարբերություններում հարմոնիկ կանցումների այն երևակայլորեն դուրին եւ միանգաման բարդ կառուցվածքները, կադենցիայի վառ անհատական իրիկնային անդորություններով լի հոգեվարժ խաղերը։ Բարերով անհնար է փոխանցել մեղեդու մեջ ինքն իրեն գտած ձայնի գեղեցկության թեկուզ մոտավոր պատկերացումը։ Խորինը զարմանում է Լուսինեի կատարման բնականության ու ճշգրտության վրա։ Եվրոպական դասական երգի, ռուսական ռոմանսի, սերենադի, օպերային արիաների, օրատորիաների, վոկալ շարքերի վրա ճաշակը կրթած ուսանողուհին անսպասելի գտնում էր իրենը վաղուց կորցրածը նախածանոթն ու նախահիմքայինը։ Նա դիմում էր հայ երգին ասես բնազդական ու տարերային մղումով, չհասկանալով թե ինչու եւ ինչպես է այն ողողում իր էությունը, դառնում միս ու արյուն, ապա հորդում որպես սեփական հոգու ինքնաարտահայտություն, որպես ինքնախոստովանություն։ Ինչ էր դա արդյոք, գեների կանչ, անձնական մաքրության ու առաքինության անդրադարձ, թե խանդավառ նվիրումն լույսին, արդարությանն ու ճշմարտությանը։ Խորենը զգում էր, հասկանում, որ Լուսինեն կարողանում է թափանցել երգի հեռավոր հեթանոս ակունքները։ Եվ դա նրա ձայնի ֆիզիոլոգիական եւ միաժամանակ հոգեղեն առանձնահատկությունն էր։ Մի բնատուր, ոչ ձերկբերովի բան, մի խոր ու թաքուն հրճվանք, բարոյական մաքրության ու առաքինության հանձնարարերի պատվիրանների ինքնական կատարումից ծնունդ առնող գոհություն եւ խանդավառության զգացում, որ իրենով ծածկում է ամեն ինչ, մարդկային կյանքի փուշը, խարանը, դառնությունը եւ դաժանությունը։ Ասես թե Լուսինեի ձայնը սահմանազատում էր լույսը խավարից, դա այն նուրբ, ուժեղ լուսավոր գոտին էր, որով լուսաբացը անջատվում էր գիշերից, եւ մարդկային հոգիները սկսում էին միմյանց կանչել արսալույսի միջից եւ փնտրել իրար, եւ գտնելուց հետո արտասվալի թրջվանքով պատմել միմյանց,
թե ինչքան ծանր ու անտանելի է մարդկային միայնությունը, ինչքան պարապ վրեժխնդրության զգացումը, ինչքան անիմաստ դաժանությունն ու կեղծիքը, երբ կա լույսի այս մաքուր ու տաք զվարճախաղը, այգաբացի այս մտերիմ ու պարզ դայների երջանիկ ներդաշնակությունը, ծաղկի, քարի, ջրի, զեփյուրի բարեկամությունն արևի հետ, խնդության, լացի, ժպիտի մնացած հույզերի բազմակերպությունն ու բազմաիմաստությունը եւ վերջապես հովտում կանգնած միայնակ կնոջ պարզ գոյությունը, որով շենանում ու լիանում է Աստծո աշխարհը։ Խորեն ըմբռնեց, որ այս թուխ ու թեթևոտն աղջիկը իր էության մեջ ունի մարդկանց հաշտեցնելու եւ մաքրելու մեծ ուժ, որ բանական շիթով զարկում է նրա երգի մեջ որպես մաքրագործման հրավեր։ Լուսինեն լցվեց նրա էության մեջ, բարձրացավ ու հառնեց որպես անսպասելի հայտնություն։ Որպես հայ հոգևոր եւ ժողովրդական երգերի հմուտ կատարող Խորեն Պալյանը հանդես եկավ Լուսինեի հետ միաժամանակ։ Նրա համերգային գործունեությունը 60-ական թվականների կեսերին շատ բանով նպաստում էր սկսված գեղարվեստական առաջընթացին։ Նա հանդես էր գալիս մենահամերգներով, որ ժամանակի մամուլը բարձր է գնահատել, ընդգծելով երգչի կատարումների հայաշունչ մաքրությունն ու գեղեցկությունը։ Խորեն Պալյանը բեմահարթակից հնչեցնում էր հայ հինավուրց երգերը, վերհանում ժողովրդական եւ դասական մեղեդիների մոռացված հմայքը, մասսայականացնում հայրենասիրական ու քաղաքային երգարվեստի հնորյա արժեքները։ Պալյանի երգակատարողական գործունեությունը 60-70-ական թվականներին հանրաճանաչ դարձրին նրան։ Նա սովորեցնում էր եւ կատարում, ելույթներ ունենում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, մասնակցում մրցույթներին, համերգային ուղևորություններ կատարում երկրի տարբեր քաղաքները եւ ամենուրեք նրա երգը ընդունվում էր մեծ բավականությամբ ու սիրով։ Խորենը կողմնորոշում եւ ուժ էր տալիս Լուսինեին։ Համատեղ համերգներում դրսևորվում էր վոկալի եւ հայ տոհմիկ երգի մասնագետի ոչ միայն հմտությունը, այլև կատարումների թարմությունը, որ շահմուրադյանական կողմնորոշումներից բացի ուներ նաև հոգևոր երգարվեստից եկող գունա-արտահայտչական ինքնատիպություն։ Խորեն Պալյանը դարձավ Լուսինեի ուղեկիցը եւ խորհրդատուն եւ անբաժան ընկերը։